Սրդանց փարտանք մեր Աստծուն իսրդե շնորհակալ եղնենք ժողովուրդ ջան, որ այսօր էլ մենք առավոտ մեր աչքերը բացվան ու Տերը մեզի գիտեք ինչ սեց բարի լույս, թող Տերը օգնե այդ իրա տված բարի լույսը մեր կողմից գնահատվի եւ այդ գնահատականը մենք ոչ թե բառերով, խոսքերով, գեղեցիկ արտահայտություններով մենք մեր կյանքով գնահատած փորձենք իր խոսքի մեջ մնանք, իր կամքի մեջ մնանք, փորձենք այն օրերը, որը մեզի շնորհած է ապրելու այս երկրի վրա, չապրենք երևույթով, մենք մեզի տեսնելով կամ փորձելով ուրիշներին ցույց տալով ապրենք հավատքով, Աստծո խոսքով եւ այդ խոսքը որպես հոգի ու կյանք մեզի պիտի ուղղորդե ու առաջնորդե դեպի սրբության, արդարության, հավատքի հույսի եւ սիրո մեջ պիտի հաստատե, որովհետեւ մենք կարողանանք երկինք մտնենք, որտեւ երկինքը սիրո արդարությունը, Աստծո բնությունը, որը ամփոփված է Աստծո սիրո մեջ, այդ սերը պիտի դեր թակավորե, թող իր անունը փառավորվի։ Եվ իրոք այդ լույսը ինչպես տեղի ունեցավ, օրինակ երկրորդ Կորինթացիների 4:6-ում ասում է, երբ որ ինքը ասեց լույս լինի, ու ինչ մեր սրտերի մեջ ինչ ծագեց, լույսը ծագեց։ Եվ մեզի հնարավորություն տվեց Եսայի 60-րդ գլխի 1 համարից ասում է վեր կաց, լուսավորվիր, քանի որ լույսդ եկել է, թող Տերը փառավորվի։ Եվ այդ լույսը մեր մեջ գալով, ոչ թե միայն այդ լույսը մեր մեջ եկավ ու վերջացավ այդ ամենը, Եփեսացիների 5:8-ում ասում է, մենք պետք է գնանք ինչպես լույսով որդիներն են գնում, այսինքն կա ճանապարհ, որը խավարինն է, որի մեջ մենք եղել ենք, որի մեջ մենք ապրել ենք, խարխապելով, մեզի համոզելով, մեզի խապելով, փորձել ենք առաջ գնալ, բայց միշտ մեր առջև եղել են պատեր։ Բայց այսօրվա Տիրոջ լույսով մենք կարող ենք առաջ գնալ։ Եվ Կողոսացիների 1:12-ում ասում է, որովհետեւ մենք արժանին լինենք մասնակցելու սուրբերի վիճակին, թող Տերը փառավորվի։ Եվ Հիսուսը լինելով աշխարհի լույս, Հովհաննես 6:12-ից, արդեն մեզի Մատթեոս 5:14-ում ասում է, դուք եք աշխարհի լույսը, թող Տերը փառավորվի։ Եվ Տերը մեզի կոչ է անում, ես այս համարն էլ կարդամ, եւ մենք պետք է աղոթքի գանք, խնդրելով, որ այսօր Տերը առաջնորդ է երկի խոսքի, աղոթքի, փառաբանության, վկայության, ինչ որ լինի, այդ ամենի մեջ ինքը լինի եւ մեր սիրտը պատրաստ լինի այսօրվա այդ կերակուրը, որը մենք երկեցինք հավիտենական կյանքի համար, պատրաստված այդ կերակուրը ուտելու, որովհետեւ այստեղից չերտանք անոթի եւ կարողություն ու զորություն ունենանք քայլելու, ապրելու մեզի շնորհած կյանքը իրենով ամփոփվելու։ Առաջի Թեսաղոնիկեցիս 5-րդ գլխի 5 համարից դուք ամենքդ լույսի որդիներ եք եւ ցերեկի որդիկ, գիշերինը չեք եւ ոչ էլ խավարինը, ապա ուրեմն չքննենք ուրիշների պես, բայց արթուն եւ զարթուն լինենք, որտեղ նրանք, որ քնում են, գիշերին են քնում, եւ նրանք, որ ապրում են, ցերեկին են ապրում։ Իսկ մենք ցերեկինը լինելով արթուն լինենք, հագած հավատքի եւ սիրո զրահը եւ փրկության հույսի սաղավարտը, որտեղ Աստված մեզ չտերավ պարգության համար, այլ փրկության ստանալու համար մեր Տեր Հիսուս Քրիստոսի ծերով է։ Ուրեմն ինչ անենք, ասում է, լինելով լույսի որդիների պես,
քայլենք լույսի մեջ, լինելով արթուն եւ զարթուն, թող Տերը փառավորվի։ Կիրակի օրը սիրելիներ, քույրեր, եղբայրներ, մեր փառաբանության հեշտական օրն է եւ այստեղ մեր գտնվելը բացարձակ պատահականություն չէ։ Սա Աստծո ողորմությունն է մեզ հասել, իր սերն է մեզ հասել, երբ դեռ մենք իրան չենք ճանաչում, իրանից հեռու էինք, շատ հեռու էինք, բայց ինքը չկամեցավ, որ իրանից շատ հեռու մնանք, ինքը կամեցավ, որ իր ընտանիքի անդամը լինենք, իրան փառք։ Մենք այստեղ ենք եկել իրան փառավորելու, հիշելու իր խոսքը, կիսվելու իր խոսքը, մեկս մեկիս փոխանցելու իր հավիտենական խոսքը, պատմելու իր հավիտենական կյանքի մասին, մինչև որ ինքը գա։ Եվ այս պաշտամունքները, որ տեղի կունենան, սա մնայուն բան է։ Աշխարհի մեջ սա քյար կմնա մեզի կոպիտ ասած։ Ամեն բան կանցնի, ամեն թակավորություն կանցնի, ամեն հռչակավոր մարդիկ կանցնեն, բայց ինքը, որ հավիտյան օրհնյալ է, բնավ չի անցնի։ Եվ ինքը կամեցել է, որպեսզի ես ու դու էլ չանցնենք։ Ես ու դու էլ մնանք հավիտյանս հավիտենից իր հետ։ Եղբայրները երբեմն օրինակ կբերեն անառակ որդուց, երբ որ մարդը Աստծո խոսքից, Աստծո ներկայությունից դուրս կգա, իրեն լավ բան չի սպասվի։ Մենք մի պահ երեք անդրադարձանք Աստծո ողորմության մասին, Աստծո սիրո մասին, ես կուզեմ մեկ արջը այսօր էլ խոսեմ։ Գիտեք, երբ որ մարդը Աստծո ներկայությունից դուրս կգա, օրինակ ինչպես անառակ որդին դուրս եկավ հոր ներկայությունից եւ գնաց այդ պատմությունը դուք լավ գիտեք, ես ընդամենը մի միտք կասեմ, իրան խոսերի կերակուր տվող չկար։ Խոսապահը, որ նոր խոսքը պահեր, իր խոսերին ավելին գնահատեց, քան անառակ որդուն։ Պատկերացնեք ինչ կդարվի, որ այդ կերակուրը իրան չկամեցավ։ Այսօր Տիրոջ սերը այնքան մեծ է մեր վրա, մեր մտքի մեջ չի տեղավորվի դիք։ Մենք իշքան եք ուզե բացատրենք, իշքան եք ուզե ասենք, միևնույն է, ես իմ համար եմ ասում, իմ մտքի մեջ դա չի տեղավորվի, որտև իր սերը չունի սահման։ Ես մի քանի տեղ կկարտամ Սուրբ Գրքից եւ նորից մենք կաղոթենք, կփառաբանենք, կերկենք, որտեղ այսօր աղոթքի, փառաբանության, օրհնության օր է։ Հայտնության գիրքը 5-ի առաջինից Աթոռի վրա նստողի աջ ձեռքը գիրք մտեսա, ներսեն ու դրսեն կնկված, եւ 7 կնիկով կնկված, զորավոր հրեշտակը տեսա, որ մեծ ձայնով կկանչեր, ով արժանի այդ գիրքը բանալու եւ ադոր կնիկները քանդելու, բայց ոչ երկնքի մեջ, ոչ երկրի վրա ու ոչ երկրի տակ գտնվեցավ մեկը, որ կարող էր այդ գիրքը բանալ, ոչ ալանոր նայել։ Ես ալ սաստիկ կուլայի, քանի որ մեկը արժանի չգտնվեցավ այդ գիրքը բանալու, ոչ ալանոր նայելու։ Ու երեցներեն մեկը ինձ իսավ. մի լար, ահա Հուդայի ցեղին եղող այրուց
Դավիթի արմատը հաղթեց եւ որ այն գիրկը պիտի բանա ու անոր 7 կնիկները պիտի քանդե։ Ես շարունակությունը չեմ կարդա, միտքը հետեւյալն է։ Հովանեսը մի բան կտեսնի երկնքում, իհարկե մենք գիտենք, որ Հովանեսը առաքյալներից այն ազնվորություններ, որը իր մահով մահացավ։ Եվ Պատմոս կղզում ակսորված էր Աստծո խոսքի համաձայն։ Աստված իրան ցույց տվեց ներկան գալիքը եւ ապագան։ Եվ ինքը, երբ որ կտեսնի այս տեսարանը, սաստիկ կուլա, թե այդ մարդկության փրկության բեռը ով պիտի վերցնե իր վրա, ով կարող է վերցնել։ Բացի Հիսուսից ով կարող էր էս անել, ոչ ոք։ Եվ Հովանեսին սվավ, միլա, կա մեկը, դա Աստծո որդին է, որ ինքը համաձայն է թողնելու ամեն բան, ինքը համաձայն է, որ գա անարգվի, ինքը համաձայն է, որ գա ծաղրվի։ Ես ընդամենը մի դրվագ կսեմ եւ մի պահ մտովի պատկերացրեք։ Երբ որ Տիրոջը ձերբակալեցին եւ պիտի խաչեին, նախքան խաչելությունը իրան ահավոր ծևի ծաղրեցին։ Հետևից կխփեին եւ կսեին մարգարեացիր, ով է քեզի խփողը։ Կթքեին իր երեսին, կանարկեին իրան եւ կսեին ով է։ Բարից բուն իմաստով ահավոր ծևի ծաղրեցին։ Եվ ինքը, գիտեք, այդ ծաղրողի համար կյանքը դներ այդ պահին։ Այդ անարգողի համար ինքը կյանքը դներ, որ այդ անարգողը ապաշխարեր, ինքը կընդուներ եւ կդարձներ իր ընտանիքի անդամ։ Սա Աստծո սերն է, որը չի տեղավորվում մարդկային ուղեղի մեջ։ Երբ որ Պետրոսը գործկառակելոցի մեջ կգարոզեր, մարդիկ զղջացին եւ առաքյալներին ինչ ասեցին, մարդիկ եղբայրներ ինչ ենք։ Պետրոսը ասավ ելք կա, բայց չոր ելք չկա, կա ելք, ապաշխարեցեք, սա է ձեր գործը, սա է մեր բոլորիս գործը, ապաշխարենք, ընդունենք այս իրականությունը մեր կյանքի մեջ, ընդունենք այն ինչ որ Տերը իր սիրով երել է մեր կյանքում, իր սերն է հայտնել մեզ, եւ իր սերը սահման չունի, իր անունը փառավորվի։ Կենաց բանի վրայով Հովանու թղթերից Հովանու առաջի գլուխ։ Կենաց բանի վրայով, որ սկզբեն էր, որու համար լսեցինք, որ մեր աչքերով տեսանք, որուն նայեցանք եւ մեր ձեռքերը շոշափեցին։ Եվ կյանքը հայտնվավու տեսանք, եւ կվգայենք ու ցեզի կպատմենք այն հավիտենական կյանքը, որ հորքով էր ու մեզի հայտնվավ։ Այն որ տեսանք ու լսեցինք, ցեզի կպատմենք։ Այն ինչ որ առաքյալները տեսել էին եւ այն ինչ որ լսել էին, եւ իրանք մենք ցեզի կպատմենք, եւ այս խոսքը այսօր եկե մեզի է հասե։ Մենք է ցեզի կպատմենք։ Մենք է մյուսներին կպատմենք, որպեսզի դուք ալ մեզի հաղորդակիցը լաք։ Մեր հաղորդակցությունը հոր հետ է ու իր որդու Հիսուս Քրիստոսի հետ։ Այս բաները կգրենք ցեզի, որպեսզի ձեր ուրախությունը կատարյալ լինի։ Տադանողական չեղնի, լինի կատարյալ, հաստատ, որ մարդիկ ինչ եք ուզեսեն, ինչ եք ուզե աբացուցեն, միևնույն է, Հիսուսը սեր է։ Հիսուսը իր սիրով է եկել,
Պարտադրանք չի եղել իր վրա։ Ինքը ստիպողական չի եկել, ինքը սիրով է եկել։ Եվ երբ որ այս ամենը հասել է ինձի, եւ այս ամենի մեջ այս ամենը բացվել է ինձի, ես ինչպես պիտի վարվեմ, ինչպես պիտի ապրեմ։ Այս մասին առաքյալը կգրե հետևյալը. Սերը երկայնամիտ է, առաջ Կորինթացիս 13:4։ Սերը չի նախանձում։ Աստվածային սերը, որ տարածված է մեր մեջ Սուրբ Հոգու ձեռքով, Աստված կկամենա, որպեսզի այս սիրո մեջ մենք հաստատ մնանք, չխախտվենք եւ մեր ուրախությունը կատարյալ լինի, որտեւ մենք հարուցյալ որդիներ ենք, հարուցյալ զավակներ ենք եւ Տերը այն մարդկանց իշխանություն տվավ, որոնք որ հավատացին այս իրականությանը։ Այդ իշխանությունը ինչ իշխանություն էր, լինելու իր զավակը։ Իր անունը փառավորվի։ Եվ գրված է սերը չի նախանձում։ Երբ որ ինձանից որևիցե մեկը ինչ որ մե առավել բանում կունենա, ես չեմ նախանձե աստվածային սերը հագարակը կուրախանա։ Չի գոռոզանա, չի հպարտանա, անվայել վարմունք չի ունենա, իրենը չի փնտրե, բարգություն չի գրգռվի, չարություն չի խորե, անիրավության վրա չի խնդա, հապա ճշմարտությանը խնդակից կլա, ամեն բանի կզիջի, ամեն բանի կհավատա, ամեն բանի կհուսա, ամեն բանի կհամբիրե։ Սերը բնավ չինգնի։ Դուք պատկերացնեք, աստվածային սերը ունակ չեն գնելու, չինգնի, որ դու այդ սիրո մեջ ես, դու չես գնի երբեք։ Դու միշտ կանգուն կմնաս։ Եվ դա Աստված, որ այս սերը իր հոգու միջոցով ավելի ռեալ, իրական հաստատվի մեր ներսի մարդի մեջ, որ մենք միշտ լեցվենք իր սիրով, որտև սերը ամեն բանի հաղթություն է։ Հիսուսը ինչով հաղթեց։ Սատանային, հակառակորդին ինչով հաղթեց։ Այս բեռը ինչ վերցրեց իր վրա։ Իր սերն էր։ Եվ երբ որ հաղթեց խաչի վրա, ասեց ամեն բան կատարվավ, ամեն բան կատարվավ, Սատանեն պարտվավ։ Ինքը շատ ծրագրեր ուներ մարդկության համար, թե ինչ պիտի աներ, ինչ բաներ պիտի խաղար մարդկության գլխին, բայց Հիսուս հաղթեց սիրով։ Եվ այդ սերը ինձ ու քեզ է փոխանցված եւ այսօր, որ մենք այստեղ ենք, պատահական բան չէ։ Իր սիրո արդյունքն է։ Եվ գրված է, որ սերն է բնավ չինգնի։ Եվ գսե ուստի 13 խոսքը հիմա կմնա հավատք, հույս եւ սեր։ Այս երեքը ու ասոնց մեծագույնը սերն է։ Ինչի համար գշեշտ է մեծագույնը սերն է։ Հավատքը կանցնի, կուկա ժամանակ, որ հավատքը էլ պետք չէ մեզի։ Կուկա ժամանակ, որ հույսն էլ պետք չէ մեզի, որտեղ մենք երես առ երես կտեսնենք Տիրոջը։ Մենակ սերը կմնա։ Եվ եղբայրները բոլորս իհարկե կկիսվենք այս սիրո մասին, մեզ հետ կփոխանցենք այս սերը բոլորիս, Աստծո սերը, կպատմենք Աստծո սիրո մասին, ինչպես Մարգարենը նկարագրե, շատ ենք կարդացել նաև հաղորդության պաշտամունքներին Եսայի 53-ի մեջ, որ ինքը անգամ Մարգարեն կերպարանք վայելչություն չուներ, որ անոր նայեինք, ոչ ալախորժեինք։ Այս ձևի Տերը կամեցավ, որպեսզի մարդկությունը կորստյան չեշտար, հավա էշտար փրկության։ Ժամանակները շատ արագ կանցնի, իրա գալը շատ կմոտենա, ուրեմն մենք զինվենք իր խոսքով, լեցվենք իր սիրով եւ մի երկու համար էլ կարտան վերջացնեմ Հովանու ավետարանի 13:31-ից Երբ անիկա դուրս ելավ Հիսուսով, հիմա փառավորվեցավ որդին մարդոյի, եւ Աստված փառավորվեցավ անով։ Եթե Աստված անով փառավորվեցավ,
Աստվածալ Զանիգա իր անձովը պիտի փառավորե եւ շուտով պիտի փառավորե Զանիգա։ Որտյակներ, քիչ մադենալ ցեզ հետ եմ, զիս պիտի փնտրեք եւ ինչպես հերյաներին սի, թե ես ուր որ կերտամ դուք չեք կրնար գալ, ցեզի ալ կսեմ։ Ինչ կսե Հիսուս մեզի։ Իհարկե, հետաքրքիր բան, նոր պատվիրանք մը կուդամ ցեզի, որ մեգզմեք սիրեք, ինչպես ես ցեզ սիրեցի, որ դուք ալ մեգզմեք սիրեք։ Հիսուսի տված պատվիրանքը նոր պատվիրանք մը կուդամ ցեզի, որ մեգզմեք սիրեք։ Իհարկե, այս խոսքերը մենք շատ ենք լսել, բայց մենք հայել պիտի լսենք։ Հայել պիտի մեր ագանջին ըսվի այս խոսքերը, դաջվի մեր սրտի տախտակների վրա, որ ինչպես Տերը սավ մենք ենցևենենք։ Տերը սավ ոչ թե ամեն ով որ ինձի Տեր կսե, ապա ով որ իմ կամ կսկենե, չէ։ Աստված օգնական եղնի մեզի սիրելիներ։ Տերը փառավորվի, որ այս պատվիրանքը, որ Տերը տվել է մեզի, մենք սիրովի գործ դնենք։ Էլի կսեմ, ամեն բան է կանցնի, բայց իր խոսքը, իր սերը հավիտյան կմնա, չի անցնի։ Ասով ամենքը պիտի գիտենան, թե իմ աշակերտներս եք, եթե պայմանը որն է, իրարու վրա սեր ունենաք։ Ասով պիտի գիտենան, եւ սերը ընկերին բնավ գեշություն չի ենե։ Տերը օրհնե մեզի, որ լեցվինք այս սիրով, այս սերը չինգնի երբեք, այս սերը կհաղթե։ Թող Տերը փառավորվի։ Ամեն։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, եղբայրներ, քույրեր։ Այսօր իմ սրտում դրված է խոսալու հավատքի մասին, եղբայրներ, քույրեր։ Մենք գիտենք, որ Աստված, որ իր ժողովուրդը պիտի տաներ Քանանի երկիր, նա Իսրայելի ազգից հանեց Մովսեսին։ Եվ Մովսեսը եղավ այն առաջնորդը, որ Աստծո ձայնը լսելով, Աստծո երեսը փնտրելով, Իսրայել ժողովրդին առաջնորդեց Քանանի երկիրը։ Մենք գիտենք այդ պատմությունը, ինչ ճանապարհներով, փորձությունների միջով, անապատի միջով, Եգիպտոսից դուրս գալով, եղբայրներ, քույրեր, բայց ինչպես Սուրբ Գիրքն ասում է, որ Աստված վերջին օրերում խոսել է իր որդու միջոցով, որովհետեւ Աստված իր ժողովուրդը տանի երկնային Քանան ուղարկեց իր որդուն, իր միածնին, ասենք փառք Տիրոջը, որ ինչպես առաքյալը ասում է, նայենք մեր հավատքի առաջնորդին ու կատարողին, փառք Տիրոջ, եղբայրներ, քույրեր, որպեսզի մենք այս խավար աշխարհի մեջ, այս անապատի մեջ չմոլորվենք, չտգարանանք, չթուլնանք, Աստված իր որդուն է ուղարկել։ Դրա համար ասում է, ով որ կուկա ժամանակ եւ հիմա էլ է, ով որ Աստծո որդու ձայնը լսե, պիտի ապրի Աստծո համար, կենտանանա Աստծո համար եւ ճանապարհ գնա այն ճանապարհը, որը տանում է երկինք, հոր մոտ։ Դրա համար Հիսուսը ասավ, ես կերտամ իմ հոր մոտ, ձեր հոր մոտ եւ ձեզ տեղ կպատրաստեմ, որպեսզի հետ գամ եւ ձեզ տանեմ այնտեղ, որտեղ որ ես եմ։ Փառք Տիրոջը, սիրելիներ։ Սա մեր Տիրոջ կամքն է, Տիրոջ ծրագիրն է ամեն մարդու համար, ամեն մեղավորի համար։ Տիրոջ համար այդպես գրված է, Տերը կուզե, որ բոլոր մարդիկ փրկվին եւ ճշմարտությունը ճանաչեն։ Փառք Տիրոջ, եղբայրներ, քույրեր, եւ այո, այսօր Աստծուն ճանաչելու համար, ճշմարտությունը ճանաչելու համար կա մի միջոց, հավատք։ Առանց հավատքի անհնար է Աստծուն հաճելի եղնել։ Դրա համար եմ ես ուզում խոսալ հավատքի մասին, որովհետև հավատքը ինքը եւ շատ պարզ է, որտեղ Հիսուսը եթե դարձի չկա եւ մանուկների նման չեղնիկ, չէ, երեխայի հավատքը, որ նա անկեղծ երեխուն չի հետաքրքրել, օրինակ բոլորս ծնողներ ենք այստեղ, չէ, մեծամասնությունս ունեցել ենք երեխեք, զավակներ, երեխուն, փոքր երեխուն, այդ փոքր երեխուն չի հետաքրքրել դրսում փոթորիկ է, խնդիր է, խնդրեմ է,
հոսանք կա, հաց կա, չկա, այդ արտաքին խնդիրները, դժվարությունները, վախերը չի հետաքրքրե։ Իրան ինչ է կհետաքրքրե։ Իա ծնողի գիրկը, իա ծնողի ներկայությունը, եղբայրներ, քույրեր։ Դա է իա փապագը, դա է իա ուրախությունը։ Դրա համար հավատքը այո շատ պարզ է եւ նաեւ հավատքը շատ կարող ենք ասել, որ նաեւ բարդ է, եթե մենք մեր մարդկային իմաստությունը կուզենք խառնենք։ Դրա համար Սուրբ Գիրքը Հիսուս եկել է աշխարհ, որ մեզ հավատք սորվեցնի, եղբայրներ, քույրեր, որ մենք հավատքով առաջնորդվենք։ Հավատք, որը մեզի կհասցնե այն նավահանգիստը, այն հանգիստը, որը Աստծուց է պատրաստված մեզի համար։ Եթե մեր հավատքը չեղավ Աստծո ուզածը, մենք տեղ չենք հասնի։ Եվ Սուրբ Գրքի մեջ կան օրինակներ, ես պիտի այդ օրինակները կարդամ, բայց մինչև կարդալը կուզեմ կարդամ Հուդայի թղթից, որտեղ որ Հուդա առաքյալը գրեք է այդ մասին, թեպետ բոլորս գիտենք այդ համարները, բայց ես կուզեմ կարդալ Հուդա 20 առաջի գլխի 20 խոսքը, եւ ինչ է ասում, բայց դուք սիրելիներ, այո, առաքյալը գիտենալով աշխարհի բոլոր խնդիրները, դժվարությունները, փորձությունները, մարդկանց կյանքի մեջ կարող է կան արհավիրքներ, դժվարություններ, այդ ամենը գիտենալով հանդերձ կա մի կարևոր գործ, մի կարևոր բան եւ առաքյալը գրում է, բայց դուք սիրելիներ, ձեր անձերը շինեցեք։ Ուրեմն շինել, մենք գիտենք շինարարություն, չէ՞, շինել, կառուցել, եղբայրներ, քույրեր։ Եվ սա ձեր անձերը շինեցեք ձեր ամենասուրբ հավատքի վրա, եղբայրներ, քույրեր։ Սա շատ կարևոր է։ Եվ առաքյալը կսե ամենասուրբ հավատքի վրա։ Եվ այո, այսօր ես կուզեմ խոսալ այն հավատքը, որը ամենասուրբն է։ Եղբայրը խոսեց սիրո մասին, աստվածային սերը, որը երբեք չի ընկնի։ Եվ Աստծո խոսքով կառուցված հավատքը, Աստծո խոսքի վրա եղած հավատքն էլ չի ընկնի, եղբայրներ, քույրեր։ Այսօր ինչքան հավատքներ, մենք շատ անգամ այսօր էլ հավատքի մեջ ենք, բայց շատ անգամ հավատքից կգնենք, չէ՞։ Բայց այն հավատքը, որը Աստծուց է, որը Աստծո խոսքով է, Աստծո ուզածով է, փոթորիկներ կան, դժվարություններ կան, այդ հավատքը հաստատ կմնա, եղբայրներ, քույրեր։ Դրա համար թող Աստված օգնե մեզ բոլորիս եւ տեսեք, ինչպես որ հիշեցինք հենց սկզբում, որ այո, Աստված Իսրայել ժողովրդին հանեց Մովսեսի ձեռքով Եգիպտոսից եւ կառաջնորդեր, որպեսզի Իսրայել ժողովուրդը հասներ Քանանի երկիրը, բայց ճանապարհի մեջ ինչ տեղի ունեցավ։ Եվ այսօր էլ գիտեք, նույնն է, բան չի փոխվել, քույր եղբայրներ ջան։ Բան չի փոխվել։ Միգուցե մենք կմտածենք, թե այն ժամանակ անապատի ճանապարհ էր, այսպիսի կյանք չկար, իրականության մեջ այս աշխարհը անապատ է, եղբայրներ, քույրեր։ Անապատսելով մենք ինչ հասկանանք։ Որտեղ կյանք չկա, չէ՞։ Անիմաստություն է, կյանք չկա, այնտեղ մարդը չի կարող գոյատևել։ Բայց անապատի միջով Աստված կտանի, որպեսզի այո մենք հոգևոր իմաստով տեսնենք, որ այս աշխարհի մեջ, անապատի մեջ Իսրայելը վրաններ չխփեց հավիտյան ապրելու համար, չէ՞։ Անապատի մեջ մտածեն, որ այդ անապատից շուտ դուրս գան, եղբայրներ ջան, քույրեր ջան։ Իսկ այսօր մենք կուզենք այս աշխարհի, այս կյանքի անապատից դուրս գանք, թե հələ հիմքեր ենք գցել, ծրագրեր ունենք, հələ որոշումներ ունենք, երազանքներ ունենք, իղձեր ունենք, փապակներ ունենք, այսինքն արդեն եթե մեր մեջ կա այս վիճակները, ուրեմն եկեք այդպես գնահատական տանք, դա անհավատություն է, եղբայրներ, քույրեր։ Եվ Եբրայեցիս թղթերի մեջ, որ Աստված խոսում է Պողոս առաքյալի միջոցով 4-րդ գլխի առաջի խոսքից պիտի կարդամ։ Տեսեք ինչ կսե առաքյալը։ Կսե ուրեմն վախենանք, որ չլա թե անոր հանգիստը մտնելու խոստում են, որ մեզի մնացել է, ձեզանից մեկը զրկվի։ Եղբայրներ, քույրեր, այո, եղբայրը խոսեց Աստծո սիրո մասին, Աստծո օրհնությունների, ողորմությունների մասին, բայց նաև Ավետարանը խոսակը այն զրկանքի մասին, որ մենք վախ ապրենք, նաև զգուշանանք։ Դրա համար նորից կկարդամ, ուրեմն վախնանք, որ չլա թե անոր հանգիստը մտնելու խոստում են, որ մեզի մնացել է, այսինքն խոստում է տվել, չէ՞ Աստված մեզի, որ իա հանգիստը մտնենք, ձեզանից մեկը զրկվի։ Ուրեմն հնարավոր է, չէ՞, որ մեկը զրկվի։ Եվ ի՞նչն է պատճառը, որ զրկվի, եղբայրներ, քույրեր։
Եվ այսօր իրականության մեջ շատերը կհավատան, որ ինչ որ մեկը յան զրկեց, պաշտամունքի չեկավ, յան կզրկե Աստծուն ծառայելուց, յան կզրկե Աստծուն հավատալուց, եղբայրներ քույրեր։ Այսինքն մեր մեջ մարդու մեջ կա վիճակ, որ կմտածի թե այդ զրկանքը դրսից է, բայց իրականության մեջ մեր ներսից է։ Մեր ներսի հավատքն է, որ մեզի կզրկե Աստծուն մոտենալուց։ Եղբայրներ քույրեր, մեր ներսի հավատքն է։ Դրա համար Աստված կուզե մեր հավատքը փոխվի, մեր հավատքը բժշկվի։ Հակառակ դեպքում եւ շարունակությունը կկարտամ, կսե վասնզի մենք էլ անոնց պես ավետիսը առած ենք, բայց անոնց շատ չերավ այն խոսքը լսելը, քանզի հավատքով ընդունված չէր։ Խոսքը լսել էին մեզի նման, ինչ որ այսօր ես ու դու մենք կլսենք, չէ՞ խոսքը։ Իրանք էլ են լսել Աստծո խոսքը, ավելին սեմ, ոչ մենակ լսել են, նույն Եբրայեցիս 3-րդ գլխի մեջ կսե ուր ձեր հայրերը խոսակը կսե զիս փորձեցին, քննեցին զիս, թեպետ 40 տարի իմ գործերս տեսան։ Պատկերացրեք 40 տարի, գիտեք, չէ, անապատի միջով Աստված ժողովրդին առաջնորդեր կը, եւ այդ 40 տարիների մեջ Աստծո գործերն են տեսել։ Սկսած Եգիպտոսից դուրս գալը, չէ, Կարմիր ծովի ճեղքվելը, պատերազմների միջով անցան, չէ, ինչ Աստծո գործերն են տեսել։ Ու այդ ամեն ինչ հետո ինչ է տեղի ունեցել այդ մարդկանց հետ, շատերի հետ ինչ կատարվավ։ Եվ իրավամբ չկրծան մտնել իրենց անհավատության պատճառով։ Զարմանալի է, չէ, հարց կտանք։ 40 տարի տեսնին Աստծո գործերը։ Այսօր շատ հոգիներ կան, չէ՞, գիտես ես քանի տարվա հավատացյալ եմ։ Եղբայրներ քույրեր, 40 տարի Իսրայելի ժողովուրդը Աստծո գործն է տեսել, բայց Աստծո խոսքը վկայում է, կսե չեն մտել, շատերը չեն մտել։ Անհավատության պատճառով, իրենց անհավատության պատճառով չմտան, եղբայրներ քույրեր։ Եվ այսօր ինչ կմտածեք, մեզի պետք է խորել, մեզի պետք է մտածել։ Ինչ տարբերություն մեր եւ այդ մարդկանց միջեւ, որոնք անապատի մեջ են։ Ես կմտածեմ, որ տարբերություն չկա։ Բան չի փոխվել, այս երկրի վրա նոր բան չկա, եղբայրներ քույրեր։ Ինչ որ կա, արդեն եղել է, բայց Աստծո խոսքը նույնն է երեք, այսօր հավիտյան։ Եվ Աստծո խոսքը ճշմարտություն ու լույս է, որը լուսավորեկը իմ անհավատությունը։ Դու էլ սա իմ քո։ Աստծո խոսքը լուսավորեկը ոչ թե դիմացինի, մենք որ ասենք այս մարդը անհավատ է։ Ինչի անհավատ, որտեղ ասեմ Աստված կա, ասեմ ես չեմ հավատա Աստծուն։ Եղբայրներ քույրեր, այդքան էլ սարսափելի չէ։ Ավելի սարսափելի է, երբ որ ես Աստծո գործերը կտեսնեմ ու անհավատություն կենեմ, այսինքն շատ սարսափելի է։ Այն մարդը չի տեսնի, կույր է։ Չէ, կույրից ինչ պահանջենք, բայց ես տեսել եմ Աստծո գործերը եւ նորից անհավատություն կենեմ։ Եվ թող Աստված մեզ բոլորիս օգնե, որպեսզի իրոք մենք մեր Աստծո խոսքը եկել է Քրիստոս Աստվածյա որդուն է ուղարկել։ Այն ժամանակ Մովսեսին կնայեն, չէ՞, թե Մովսես ինչ կսեր ժողովրդին։ Այսօր Աստվածյա որդուն է ուղարկել։ Քրիստոս մեր մեջ է, Աստծո խոսքը մեր մեջ է, Իա հոգին մեր մեջ է Սուրբ Հոգու միջոցով, չէ՞։ Աստված մեր մեջ է եւ Սուրբ Հոգու ցերկով ինչ կենե։ Եվ հիշում եք, Հիսուսը ինչ ասավ, երբ Սուրբ Հոգին կա, աշխարհը կհանդիմանե մեղքի համար, արտարության համար եւ դատաստանի համար։ Եվ այնտեղ կսե, չէ, որ ինձի չեն հավատա, որ ես եմ երկնքից իջած կյանքը։ Եվ ես կուզեմ երկու օրինակ բերեմ եւ խոսքս կավարտեմ նորից աղոթքի կգանք եղբայրներ քույրեր Սուրբ Գրքից, որ Տերը այո կուզե բացե իր խոսքի միջոցով մեր անհավատությունը, հավատ կնիկ չոր մարդը հավատար կա Աստված։ Հավատ կնիկ չորա հավատացել ես քո կյանքի մեջ բժշկություն է եղել։ Եղբայրներ քույրեր, Հին ուխտի մեջ մենք կարդացինք, չէ՞, Իսրայելը հրաշքներ է տեսել, զորություններ է տեսել, չէ՞։ Իրանց հանդերձները 40 տարի չի մաշվել, իրանց հետ այդպես մեծացել են։ Բայց անհավատություն է ներել։ Եվ Տերը հանդիմանե գցե անհավատության պատճառով չեն մտել։ Եվ իրանց սիրտը կուրացած էր Աստծո խոսքից։ Ես կուզեմ Սուրբ Գրքից կարդալ երկու օրինակ, որտեղ որ
այդ մասին որ ես խոսել եմ անդամական մեր պաշտամունքի ժամանակ եւ կուզեմ որ մենք հիմա այստեղ էլ նայենք Սուրբ Գրքին Աստծո խոսքին որ մեր անձերը բաղդատենք ոչ թե մարդկանց նայելով մեր անձերը բաղդատենք Աստծո խոսքին նայելով քույր եղբայրներ ջան կարող է ես նայեմ գա այս դրսի մարդկանց կամ եղբորը կամ քրոջը ու այն փարիսեցու նման չեք ասեմ ես այս մարդու նման չեմ ես եկեղեցու մեջ եմ այսպես բայց երբ որ ես կնայեմ Աստծո խոսքին ես կտեսնեմ որ Աստծո խոսքը լուսավորեք է եւ բացեք է իմ սրտի կուրությունը որ իմ հոգու սրտի մեջ ես անհավատ եմ եղբայրներ քույրեր եւ այստեղ այդպես օրինակ կա որ Տերը լուսավորեք է եւ Տերը լուսավորեք է Տերը չի լուսավորե որ մեզ դատապարտե ցույց տալով մեր պակասությունը Տերը լուսավորեք է մեզ բժշկելու համար որ ես էլ տեսնեմ Տերը գիտե իմ վիճակս Տերը գիտե իմ անհավատությունս բայց ես գիտեմ թե չգիտեմ այ խնդիրը սիկ է Եթե այսօր մեկը կանգնի ինձ հետ եղբայր ջան դու անհավատ ես կարող է ես կռիվ տամ այդ մարդուն ինչ է անհավատ եմ եղբայր ջան գիտես ես իշքան արդեն երկար տարիներ հավատքի մեջ եմ հոգով ջրով մկրտված եմ կամ ծառայություն կենեմ ինչ է անհավատ եմ բայց Տերը գիտե իմ սրտի անհավատությունը չէ կներվիմ չէ բայց երբ որ Տերը կբացե եղբայրներ քույրեր ով է որ Տիրոջը հետ կռիվ կուտա եւ այդ մասին ուզում եմ խոսալ այդ օրինակի վրայով Հովանու ավետարանի մեջ 11-րդ գլխից պիտի կարդամ սա այն պահն է երբ որ Հիսուս Մարիամի եւ Մարտայի եղբայր Ղազարոսը մահացել էր գիտեք նա հիվանդ էր քույրերը լուր էին ուղարկել որ Ղազարոսը հիվանդ է եւ Տերը ինչ երեց գրված է որ հենց այդ պահին էլ չգնաց չէ հենց այդ պահին էլ չգնաց ինչքան ենք մենք եղբայրներ ջան հոգսիս համար աղոթք երեք նույնիսկ եղել են պարագաներ երբ որ աղոթք չեղե մենք ներվել ենք եկա եղբորը զանգեցի խնդրեցի սափա ու չաղոթեց կամ ինչ որ իրավիճակ եղբայրներ քույրեր հիմի պատկերացրեք այս քույրերը լուր են ուղարկել Հիսուսին գիտեք Հիսուսն էլ այդ ընտանիքին շատ կսիրեր շատ անգամ էր ինքը այդ տանը այցելություններ երել հյուրասիրվել գիտեք այդ պատմությունները բայց գրված է որ Տերը 4 օր էլ մնաց ուր որ էր հետո նոր գնաց այնտեղը երբ որ արդեն Ղազարոսը մահացել էր եւ ես կկարդամ Մարտայի զրույցը Հիսուսի հետ Մարտա ասավ Հիսուսին Տեր եթե հոսը լայր իմ եղբայրս չէր մեռնի բայց գիտեմ հիմա այլ դու ինչ որ խնդրես Աստծո Աստված պիտի տա քեզի եղբայրներ քույրեր ես խնդրեմ մենք ուշադիր լսենք Մարտայի խոսքը թե Մարտա ինչ խոսա ինչ կսե եւ այս խոսքի մեջ Մարտայի մեջ կար հավատք չէ նորից կկարդամ բայց գիտեմ թե հիմա ալ դու ինչ որ խնդրես Աստծո Աստված պիտի տա քեզի Հիսուս ավանոր քու եղբայրդ հարություն պիտի առնե Մարտա ասավ նրան գիտեմ թե հարության ժամանակ վերջին օրը հարություն պիտի առնի Հիսուս ասավ նրան ես եմ հարությունն ու կյանքը նա որ ինձի կհավատա թեև մեռնի պիտի ապրի եւ նա որ կենտանի է ու ինձի կհավատա հավիտյան պիտի չմեռնի դու կհավատաս ասոր եւ ինչ կպատասխանե Մարտան ըսավ անոր այո Տեր ես հավատացել եմ որ դու ես Քրիստոսը Աստծո որդին որ աշխարհ գալու էր ինչքան օրհնյալ է չէ Մարտայի հավատքը եղբայրներ քույրեր չի սեդե Տեր վերջը ճիշտ է երևի եթե հոսը լայր բայց էլի ես հավատքս հույսս չեմ կորցրել եղբայրը խոսա չէ եթե հոսերներ այս բանը չէր եղնի բայց որ եղել է բայց էլի ես գիտեմ որ դու ինչ որ խնդրես հայրը կլսե եղբայրներ քույրեր եւ այդպես Հիսուսը նորից շարունակեկը իր խոսքը հանդիպիկը նաև Մարիամին եւ Մարիամն էլ նույն բանը կսե իսկ Մարիամը երբ Հիսուսի եղած տեղը հասավ զանիկա տեսավ անորքով ընկնելով սավ անոր Տեր եթե հոսը լայր իմ եղբայրս չէր մեռնի եւ այդպես սկո մարդիկ կային սկավորներ որոնք լաց կերնեին եւ Հիսուսը իր հոգու մեջ հառաչեց ու խռովեցավ իր հոգու մեջ Տիրոջ հոգու մեջ կար հառաչանք եւ խռովել էր եղբայրներ քույրեր հիշում եք մի հատ համար կա մարգարոյության մեջ կսե
իմ հոգիս ծածուկ տեղը լաց կեղնի։ Ինչի համար լաց կեղնի, եղբայրներ քույրեր։ Մեր անհավատության համար, գիտեք։ Եվ Տերը այս հառաչանքը Տիրոջ հոգու մեջ հառաչանք կար։ Եվ հիմա գնայինք ինչի Տերը հառաչեց։ Ոչ որ Ղազարոսը մահացել էր, եղբայրներ քույրեր։ Այո, երբ որ մեր կյանքում վիշտ կեղնի, մենք կլացենք։ Տերն է սա, չէ, լացողների հետ լաց եղեք։ Բայց Տերը հո գիտե, չէ, Տերը գիտե, չէ, մարդը ուր կեր դա։ Տերը ամեն գիտեր, Ղազարոսի մասին գիտեր, ամեն բան գիտեր։ Բայց Տերը ինչի լաց եղավ։ Ասեմ ինչի լաց եղավ, կարդամ շարունակությունը։ Եվ Հիսուսը այս ամենը տեսնելուց հետո քույրերի անմխիթար վիճակը, ողբը, լացը, որ թե պետք է անք շուրջերով կսեն, Տեր դու ես հավատացել եմ, դու ես Աստծո որդին, դու ես հարությունն ու կյանքը, մենք ինչքան ենք դավանում, եղբայրներ քույրեր, ինչքան ենք դավանում, Հիսուս ջան, դու ես կյանքը, դու ես Աստծո որդին, Տեր, ես գիտեմ, դու հորից ինչ որ խնդրես կեղնի, բայց հիմա եկել են քերեզմանի առաջ։ Հիսուսը Ղազարոսին հարություն տվավ, որպեսզի քույրերի անհավատությունը բժշկեր։ Եվ երբ որ եկան, որպեսզի քույրերը ոչ թե տեսնեին, հավատային, եղբայրներ քույրեր, Աստծո խոսքը ինչ է, երանի անոնց, որ չեն տեսել ու կհավատան։ Տերը մեր հավատքը չի շինե տեսած բաների վրա։ Եթե այսօր դու քո հավատքը կուզես շինես տեսած բաների վրա, տեսնես հավատաս, այդ հավատքը կարտացին 40 տարի Աստծո գործերը տեսան, բայց չմտան Քանանին երկիր, ես ու դու չենք մտնի։ Եթե կուզես հավատքդ կառուցես տեսած բաների վրա, բայց Տերը կուզե որ հավատքը ցույց տա անհավատությունն անհավատությունը քո սրտի մեջ է, դու կարող ես չտեսնես, բայց կհավատաս։ Կույր Բարտեղեմոսի պես, ինքը կույր էր, բայց սա Տեր, Դավթի որդի, ողորմա անձի։ Եվ այստեղ ինչ է ասում, Հիսուսը սավ անոր, եկել են քերեզմանի մոտ, եւ ինչ կսե, մեկդի երեք այդ քարը, այս քարը, քերեզմանի վրա քար էր դրած, եւ կսե մեկդի երեք քարը, եղբայրներ քույրեր։ Չգիտեմ ինչքան ժամանակահատված էր խոսակցությունից անցել, որ Հիսուսին Մարտան գսեր, դու ես հարությունն ու կյանքը, դու հորից ինչ որ խնդրես Աստված կուտա քեզի, հիմա Հիսուսը եկեք սե այդ քարը հեռու տարեք։ Իսկ ինչ կսե Մարտան, եղբայրներ քույրեր։ Եվ մերելի քույրը Մարտան սավանոր, Տեր, արդեն հոտած պիտի լավ ասնզի 4 օրվա է։ Եղբայրներ քույրեր, այս խոսքը ու մենք, չգիտեմ, 5 րոպե, 10 րոպե առաջվա խոսքը իրար կբռնեն, հա? Այստեղ Մարտան հավատար հարությունն ու կյանքը Քրիստոսն է։ Չի հավատա, չէ՞։ Եղբայրներ քույրեր, հավատքը գործ է։ Աստծո հավատքը երևույթին չի նայ։ Աստծո կենտանի հավատքը ինչին կնայ։ Աստծո խոսքին կնայ։ Կենտանի հավատքը նայ որ Աստծո խոսքը, եթե Աստվածել է, այո եւ ամեն է, եղբայրներ։ Ու ես չեմ կասկածե Աստծո խոսքի վրա, բայց Մարտան ինչ կսե, Տեր արդեն մեռած է, 4 օրվա մեռած է, 4 օրվա է, հոդած կեղնի։ Եղբայրներ քույրեր, եւ այսօր էլ մեր կյանքում Մարտայի կյանքում յա եղբոր խնդիրներ։ Մեր կյանքում էլ ինչքան խնդիրներ կառաջանան, դժվարություններ։ Մավան առաջով կրնա, չէ, մարդկային զորությունը անկարող է։ Մավան առաջ կանգնելու։ Եվ մեր կյանքում էլ փորձություններ կան, դժվարություններ կան, որ մենք ինչ ենք, անզոր ենք, եղբայրներ քույրեր։ Ով կուզես եղի երկրի թակավոր եղի, ինչ իշխանավոր եղի, զորավոր եղի, Սամսոնի պես ուժգոն մարդ եղի, կա մի հատ վիճակ, որ անզոր կդառնաս։ Բայց Տիրոջը ապավինողների ուժը պիտի նորոգվի, փառք Տիրոջը, եղբայրներ քույրեր։ Տիրոջը կապավինեն այն մարդիկ, որոնք կհավատան Աստծո խոսքին։ Կհավատան, որոնց մեջ Աստծո հավատքը կա։ Եվ արեք մի հատ էլ նայենք, թե որն է Աստծո հավատքը, որ նկարագրված է Հռոմեացիս թղթի մեջ, մի կարճ էլ այդ մասին խոսամ, եւ
խոսքս կավարտեմ։ Հին ուխտում մենք գիտենք Աբրահամի մասին, որ ինքը հավատքի հայր դարձավ։ Աբրահամը եւ հավատքով արտարություն ընդունեց, հավատքով խոստում ընդունեց եւ մեծ ազգերի սերունդների հայրը դարձավ Աբրահամը եւ Սարան։ Բայց այդպես չէր, գիտեք, այդպես չէր։ Եվ կարդամ ես համարը, թե ինչպես այսպես կարճ է նկարագրված, Աբրահամը չնայեց վիճակին, չնայեց երևույթին, եղբայրներ քույրեր։ Եվ եթե գրված Աստծո խոսքի մեջ, որ մենք մեզի հայր Աբրահամ ունենք, չէ՞, Իսրայելի ժողովուրդն ինչ կսեր։ Կսեր մենք մեզի հայր Աբրահամ ունենք, Հիսուսին կսեր, մենք Աբրահամի սերունդն ենք։ Աբրահամը հավատացել է Աստծուն։ Հիսուսը կսեր ճիշտ է, Աբրահամ հավատաց Աստծուն եւ իրեն արտարություն սեփավ, բայց դուք ուզեք ինձի սպանել։ Կապ չունիք դուք Աբրահամի հավատքի հետ, որտեղ դուք ինձի կսպանեք մեկը, որը ճշմարտություն է կխոսա։ Ավելին, Հիսուսը ասավ, ես երկնքից իջած կյանքն եմ, բայց դուք ինչ կենեք։ Չեք ընդունել։ Հիմա ինչի չեք ընդունել, որտեղ Աբրահամի հավատքը չունիք եւ գրված է, որ կսե Աբրահամ այդ բանը չերավ։ Աբրահամ Աստծո խոսքը չմերժեց, մերժել կնշանակե սպանել, հա? Այսինքն չես ընդունել, հերու կվանես քեզնից, բայց Աբրահամը ընդունեց Աստծո խոսքը եւ չկասկածեց Աստծո խոստումի վրա, թեպետ վիճակը ինչ կսեր, եւ վիճակը կարդամ ինչ կսեր վիճակը։ Հռոմեացիս 4-րդ գլխի մեջ այսպես է գրած 19 խոսքը, 4-րդ գլուխ 19, եւ ինքը հավատքի մեջ չտարակուսեցավ։ Մենք էլ ենք հավատքի մեջ, չէ՞, եղբայրներ քույրեր, ճամփա ենք անցի, Աստված կանչել է մեզի, բայց հավատքի մեջ ինչքան ենք տարակուսել։ Եկեք անկեղծանանք, ինչքան ենք կասկածել Աստծո սիրո վրա, եղբայրը խոսած։ Ինչքան ենք կասկածել Աստծո խոսքերի վրա։ Աստծո խոսքը սիկ է ճշմարտությունը, բայց մենք մեր հասկացածն ենք երել, մեր սրտի ուզածն ենք երել, մեր մտածածն ենք երել, եղբայրներ քույրեր։ Աբրահամն էլ իր մտածածով չէ Իսմայել ծնեց։ Աբրահամը եւ բայց տեսեք, բայց բժշկություն գտավ, անծաղ ճանապարհ, Աստված տանիքը, որբիսի որդուն տեսնենք, որդուն լսենք, եւ ինքը հավատքի մեջ չտարակուսեցավ, չնայեց իր մարմնին, որ արդեն մեռածի պես էր։ Գիտեք, Աբրահամը արդեն 100 տարեկան, 99 կարծեմ տարեկան է, որ Իսահակը ծնվել է։ Մարմինը մեռած։ Սարան նույն վիճակի մեջ։ Մարտան ինչ կսեր, Տեր արդեն 4 օրվա մեռած է։ Դե հիմի հակառակորդը քնած չէ։ Մտքեր կուտա, Աբրահամ ջան, Աստված խոստում է տվել, բայց ուր է։ Էս է 99 տարեկան ես, մեր խոսքով չէ, կսե հայայնանց է վայվայն է մնացել, հա։ Զարամյալ ծերունի է դարել։ Ուլը դու կհավատաս, որ Աստված քեզի զավակ պիտի տա քու երանքներից, Սարայից զավակ պիտի տա, դու կհավատաս, եւ գրված է, որ Աբրահամ չտարակուսեց, չկասկածեց, եղբայրներ քույրեր։ Ինչի չկասկածեց։ Եվ սիկ է հենց հաղթությունը, որ Աբրահամը չնայեց երևույթներին։ Այսօր մեր կյանքում էլ է, գիտեք, մենք էլ ենք նույն վիճակի մեջ։ Կան երևույթներ, խնդիրներ, խնդիրներ եւ կա Աստծո խոսք։ Մեր արջև է դրված։ Իհարկե երևույթը խնդրեմը Գողիաթի նման այդպես զորավոր կանգնած է մեր արջև, մենք եղջծած ենք խնդրեմի առաջ, բայց Աստծո խոսքը ինքը այն փոքր լույսի նման ինչ կենե, լույս կտա։ Աստծո խոսքը լույս է։ Աստծո խոսքը լույս է, եղբայրներ քույրեր։ Այդ Գողիաթը մեծ զրաները վրեն հակած, չէ՞, տեսքը սարսափելի, բայց Աստծո խոսքը ինչ որ բաներ չի ցույց տա։ Աստծո խոսքը լույս է, ինչպես եղբայրը հիշեցրավ Հիսուսի համար, որ չեք ոչ թե կերպարանք ուներ, ոչ էլ վայելչություն, որ անոր նայենք ու ախորժենք։ Այսինքն արհամարված բանի տեղ չէր դրված, չէ՞, Եսայա 53-ը գսե։ Եվ այսօր այո, բայց Աստծո խոսքը լույս է, եղբայրներ քույրեր։ Իսկ մենք ինչ կենենք։ Գրված է, իսկ մենք անոր անարգեցինք։ Այդպես է գրված։ Ես ու դու ենք անարգել Աստծո խոսքը, եղբայրներ քույրեր։
բայց Աբրահամը չերավ այդ բանը, հավատաց եւ գրված է անհավատությունով չտարակուսեցավ։ Այ հավատքը սիկ է, եղբայրներ քույրեր։ Հավատքը սիկ է, չի տարակուսե եւ ինչ կենե, հապա հավատքով կզորանա, այդտեսնիկը հավատքը զորացնեգը։ Աբրահամին զորացրել է եղբայրներ քույրեր։ Այդ խոսքը նույնն է, գիտեք։ Ոչ թե Աբրահամն էր որ զորացրեց, Տերը նույնն է։ Աբրահամին զորացրել է, այդ խոսքը ինձ ու քեզ էլ է զորացնելու։ Եթե ես ինչ կենեմ, չեմ տարակուսե։ Եվ շարունակեգը, եւ ինչ կե գրած է Աստծուն Աբրահամը փառք տվավ։ Փառք տվավ Աստծուն։ Հələ ոչինչ չի ծնվել։ Հրաշքը չի տեսել, երբան չի փոխվել, բայց փառք ուտա Աստծուն, գոհանագը։ Չեղած բանի համար գոհանագը։ Մենք եղածի համար գոհանանք, չէ՞, որ հիվանդենք ձեներս չէ, բայց որ բժշկինքը փառքեզի Տեր Աստված։ Մի հատ հրաշք կատարվի, եղբայրներ ջան, գոհության աղոթ բերենք, ինչի էս բանն է եղել, ինչի էլ չէր եղել գոհության աղոթ չէր բերել, որովհետև անհավատ ենք եղբայրներ քույրեր։ Բայց Աբրահամը փառք տվավ Տիրոջը, չտարակուսեց եւ գրված է գսե անոր խոսք եւ իր մտքի մեջ հաստատ պահեց թե ինչ էր դրել մտքի մեջ անոր խոսք տվավ կարող է ընել ավ փառք Տիրոջը եղբայրներ քույրեր